Բարի ժողովուրդ դուրս ենք եկել հերթական զբոսանքին։ Այս կամուրջին ենք ուզում մոտենանք։ Տեսենք ոնց ենք գտնում, ոնց ենք գնալու։ Դինն էլ այդ թերթակարերից հասունեց ամբողջ տարածքը հարուստադրանով։ Գործ են անում, փակել են, ծառերն են երևի ճանապարհից մաքրում։ Տեսնենք չի կարելի անցնել։ Դե հիմա չենք էլ կարող անցնենք, շուտ պետք է սպասենք։ Նայ, փակել են։ Են ասխոցը ձեռը կանգնած է, տրակտորն էլ մաքրում է։ Մի հատ գործ անեն, չէ՞ էսպես։ Այ սենց փակում են, անվտանգության կանոնները շատ ուժեղ պահպանում են։ Ահագին գործ են արել, այստեղ էլ կան ծառերը կտրել են, նայեք, բայց փտած ծառեր են, հա, սրանք հեսա։ Գցում է արես կոմաշու։ Գերանները փորձում էր մեքենայի մեջ տեղավորել։ Սպասեցինք այնքան, մինչև մեզ տեսավ, նոր ձեռքով արեցինք իրար, որ չաշխատի մինչև անցնենք։ Անվտանգությունը։ Լավ բան է անվտանգությունը։ Համարյա հասել ենք, հիմա մեծ զուգահեռ այդտեղն է։ Գնանք նայենք որտեղից ենք իջնում։ Մեզ թված մենակ մեքենայով կարելի արժեր գալ, բայց չէ, ոտքով էլի անցնողների ահագին էլ հեռու է, բայց ոչինչ։ Արդեն հասել ենք համարյա մեր նպատակակետին, կեսից հո չենք հանձնվի, քիչ ամնում, մի քանի մետր։ Երբեք չհանձնվեք, ժողովուրդ ջան, չհանձնվեք երբեք։ Ինչքան էլ որ դժվար լինի, դիմացեք։ Այս ծառերը կտրել են, փենգել են, մաքրում են տանեն, ճյուղերը առանձնացրին, հիմա այս ճյուղերը երևի լցնում էր հենց այս ներքևը, պետք է մնա, երևի պտի մնա էլի, հումուս դառնա։ Կարան խորոված անեն, յա Փաստորեն կարելի է, հա։ Շատ լավ կեր։ Շատ լավ։ Այստեղ խորովածանեն դեղը նստի միտել։ Հանգստանալ։ Այստեղ կարելի է նստել, մի քիչ հանգստանալ, նոր գնալ առաջ։ Նայել ինչ կա։ Հա մի քիչ սառնա, չէ՞։ Շատ լավ։ Շատ լավ է, շատ։ Խխունջի նկարը ինչ են դրել։ Ինչի։ Խխունջի։ Գիտեմ, որ ես շատ լավ եմ վերաբերվում խխունջներին։ Նստենք հանգստանանք, ժողովուրդ ջան, նոր գնանք, համարյա հասել ենք, գնանք տեսնենք ինչ տեղ է։ Գնում ենք գետի շրջակայք։ Կենտրոնում մի տեղ նայեցինք, որ գետի մոտ հանգստանալու լավ տեղ կար, գնանք նայենք, միգուցե դուրերս կա հաջորդ անգամ գանք այդտեղ հանգստանալ, չէ՞։ Կարելի է, բայց ես օրինակ սիրում եմ, որ ամեն անգամ տարբեր տեղ գնանք հանգստանալու, նոր բաներ տեսնենք։ Իսկին հաջորդը կարելի է ուրիշ երկիր գնալ։ Կարծում եմ, այստեղ մի քիչ քամին ոնց որ սառ լինի, այնտեղ արևի տակ։ Զովացիչ քամի է, շատ լավ։ Հաճելի է։ Շոքեցինք, քրտնեցինք։
Իսկ լավ համ քրտում ենք, դե հետն էլ ջուր ենք խմում, որ չջրազրկվենք։ Ես էլ կոլա եմ խմում։ Սառներ արդեն սառնություն անցավ։ Ջերմուկ են վերցրել։ Մեկը հանգային ջրերին մենք որտեղ էլ լինենք ջերմուկ ենք ասում, ջերմուկ։ Դուք էլ եք չէ այդպես ասում։ Եվրոպայում ինչ հանգային ջուր խմենք, ասում ենք ջերմուկ։ Ջերմուկի ջուր, Ջերմուկ, հա։ հանկային ջուր։ Այնքան հաճելի է այստեղ ժողովուրդ ջան, հանգիստ, հեռու քաղաքի աղմուկից, փոշուց։ Այս ճյուղը հիմնականում մենք զգացինք, որ մասնագիտացված է տուրիստների հարցով, Հա, հիմնական եկամուտը ազգաբնակության գոյանում է տուրիզմից։ Ու մեր շրջագայության այս մի օրվա ընթացքում մենք տեսանք շատ փոքր կետեր, որտեղ հյուրատներ, որը ունեն նաև սրճարաններ կամ ռեստորաններ, առավոտյան նախաճաշը տեղում տալու, նաև ցանկությամբ կարող են, ասենք, ճաշը եւ ընթրիկը նաև այդտեղ անել, բայց շատ կազմակերպված, մաքուր մարդիկ իրենց բիզնեսը այդպես են անում։ շատ լավ։ Երևի գյուղի կեսը այդպիսի փոքր հոթելներ կային, բիզնեսով էր զբաղված։ Ու վատ բիզնես էլ չի, կոնկրետ մեր մնացած տեղը երևի մի 6-7 սենյակներից ավել կունենար, դե ամեն 6-7 սենյակն էլ օրական ամենակիչը 100 եվրոյից ավել եկամուտ կբերի։ Ու միշտ մարդիկ գնում գալիս են, օրինակ այսօր առավոտյան մենք նկատեցինք, որ մարդիկ գնացին, հեսա երեկոյան ժամի 4-ից հետո նոր հյուրերը կգան։ Արդեն սպիտակեղենը պատրաստում էին այնտեղ, որ փոխեն անկողինը բան փոխեն մյուս հյուրերի համար։ Սենյակները պատրաստեն նրանց համար։ Պատրաստում են։ Գալու համար օրինակ ես էլ էի նշել, թե որ ժամին են գալու։ Գալ ինչ եք էլի, կարելի է 4-ից սկսած, ես նշել էի 4-ից 5-ը, չնայած մենք մի քիչ ուշ հասանք, բայց դուրս գալը ավելի շուտ, միշտ 11-ից պետք է դուրս գան, որ իրանք հասցնեն սենյակ մաքրեն, 3-4 ժամանակ պատրաստեն նոր հյուրերի հյուրերի համար։ Բայց աշուտ, ընդհանուր մեծ արձակուրդների ֆիրմաների չի սկսել, չէ՞, հələ երևի մյուս ամսվանից։ Բելգիայում հիմնականում ամենաշատ հարցակուրդը գնում են մեծ ֆիրմաներ, գործարաններ, ամառվա սեզոնին, հուլիս-օգոստոս ամիսներին։ Շատ ֆիրմաներում աշխատանքը սկսվում է սեպտեմբերի սկզբից, մինչև այդ ովքեր որ հարցակուրդ գնալու են։ Ու համոզված եմ, որ հուլիս-օգոստոս ամիսներին ստեղ ավելի շատ մարդիկ կլեն։ Քանի որ այսօր աշխարհն էլ խառնված է իրար, շատ տեղերում պատերազմներ են, մարդիկ չեն նախընտրում են տեղում կամ մոտիկ այնպիսի վայրեր գնալ, որտեղ անվտանգ է, ապահով է։ Օրինակ նախկինում շատ են գնում այստեղից Թուրքիա, արաբական երկրներ, հիմա գիտենք արաբական երկրների վիճակը ինչպիսին է, Թուրքիայում էլ այդքան բարձր մակարդակի չի անվտանգությունը, եւ շատերը նախընտրում են մնալ այստեղ, հարևան երկրներ գնալ, ասենք Ֆրանսիա կամ ասենք Իսպանիա, այդպես է դարձել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Իսպանիա շատ են գնում։ Իսպանիա շատ են գնում, Իսպանիան խաղաղ հանգիստ երկիր է։ Վտանգը մենակ այնտեղ է նա, որ ասենք ջրհեղեղներ եւ այլն տեղումները միանգամից ակնթարթային լինում է։ Վերջերս Իսպանիայում եղավ բավական, Բարսելոնայում մանավանդ։ Վերջերս դե բնական աղետները Հայաստանում էլ տեսակապարանում ինչ ավերածություններ էր արել տորնադոն։ Հատկապես այնտեղ մերոնց էր շատ վնաս տվել։ Շատ մարդիկ տանջվում են, տարիներով անում, դնում են ու բնական աղետն ինչ է, ոչ մեկ չի կարա դեմն առնի։ Բայց տորնադոների համար ես նայեցի, ասենք մի ժամ առաջ կարան տեսնեմ, որ պետքա լինի տորնադո, չգիտեմ ինչքանով են Հայաստանում այդ սեյսմիկ ծառայություններն են նայում, թե ինչ ովքեր իրանք չեն նայում։ Թե արդյոք նայում են, եթե մի ժամ առաջ նայեն փոքր երկիր է, կարան էլի դեմն առնեն, այդքան ավերածություններ դրա դեմը այդ հնարավոր չէ առնել։ Գոնե անվտանգություն է էլի մարդկանց, ասենք մարդկային վնասվածքներ է ստացել,
Եթե դրսում լինեին կարար, տանիքները փոքում տանում էր, կարար մարդկանց վրա գցեր, գոնե տներից դուրս չէին գա։ Տների մեջ էլ էր ավիրել, ապակիները կոտրել, պատուհանները, մերոնց շատ վնասատվել է տորնադոն, իմ աղջկան Հեսային։ Շարժում ենք։ Հանգստացանք, գնանք ժողովուրդ ջան, գնանք տեսենք ինչ ա մեզ սպասում, այս ծառն էր հետաքրիր, անդադ նայում էի, ասաց ես ցույց կտամ։ Մի րոպե, ես իմ ջուրը տեղավորեմ, այս կողքն եմ դնում դրսի գրպանը, որ ընթացքում խմեմ, գլխարկը փրկություն ա, այս արևի տակ, չենք թողնում, անձեռոցիկը վերցնենք, հիմա ես ես ցույց տամ այս ծառը, որ այսքան գրավեց։ Ծառն եմ ուզում ցույց տամ։ Ես ինչ են առաջացել ու մնացել նայք։ Բնական գեղեցկություն է առաջացել։ Շարժվենք առաջ։ Գնանք շուտ տեսենք ինչ կա առջևում։ Ռուքսակս գցեմ ու գնանք ժողովուրդ ջան։ Շատ ծանր չի, մի լիտր ջուր ա։ Գնացինք։ Ես ինչ ա գիլաս ա, ժողովուրդ, սպիտակ ծաղիկները։ Մասնագետներ ջան, հələ գրեք։ Քիչ ամեն 700 մետրից հասնում ենք մեր հաջորդ նպատակակետին։ Մարդիկ մեքենայով են գնում, բայց մենք ուզեցինք քայլենք։ Նայա շուտ, այստեղ նշաններից տեղինն էլ կա, բայց մենք այնտեղ չնայեցինք, որ նշանին պետք է հետևենք, երևի կարմիրն էր, թե չէ, travel, ստացիոն դե travel, 4-6, կապույտ ու կարմիր, նայ, վերևը տված է, հեծանվորդները, ինչ է նշանակում, ես ինչ է նշանակում, չգիտեմ, բայց այն վերևը տեսնում եմ հետիոտները, ոտքով քայլողները, կապույտ կարմիր նշաններին պիտի հետևեն, որ չկորեն էլի, գնանք նայենք էլ որտեղ կան այդ կպցրած են լինում, ես մեր մոտ էլ այգու մանտառում տեսել եմ։ Հեծանվորդն հա դժվար է բարձրանալ ավելի։ Ամբողջ կյանքում հեծանիվ են քշել, իրենց հեշտ է։ Ես բոլորի տների մոտ փայտեր կան կիսած, գտրած դրած, այստեղ գառել ունեն, գառ, ոչխար, գառնուկը։ Ոստիկանության մեքենան մի հատ էլ էստեղ տեսանք, ակտիվ շրջում են, որ տուրիստների բան ասող չլինի։ Կարավանները բերել են, այստեղ դրել հանգստանում են, օրերով կարան մնան։ Ստեղի ծախ ենք գնում, հա, գնացինք, հա, իրանց հագուստի կոնտեյներներն էլ կապույտ են, հագուստի է, չէ, այնտեղ ցույց տվեցի, այս նշաններ էին դրած, գրած էր, որ նշանին պետք է հետևել։ Խոտ էր հնձել, անուշ խոտի հոտ է գալիս։ Սիրում եք խոտի հոտը, ես խոտի, փայտի հոտը շատ եմ սիրում։ Այս նոր հնձած խոտի հոտը, կանաչի հոտը ու փայտի հոտը։ Երեք անտառում էլ տեսանք, այսպես կարմիր նշաներ արած։ Երև սրանք, որ թույլատրվել են կտրել, այդ ծառերն են։ Հեսա սղոցարան էլ ունի, կտրում է մարդը, շարում է։ Ապես գյուղերում, որ
չկան այդպես գործարաններ, բաներ չկան, աշխատանքի տեղեր չկան, լավ գաղափար է էլի, որ այսպես տուրիստական բանը զարգացնեն։ Ոնց էլ չլինի, բոլոր գյուղերում էլ ինչ-որ հետաքրքիր տեսարժան վայրեր լինում են ու մարդկանց ավելի շատ հիմա այս տարում հետաքրքրում է հանգիստը, բնությունը, որ մարդիկ թեկուզ իրանց տան մի հատվածը կարողանան հարմար սարքեն ու վարձով տան հաստատ այցելուներ կունենան։ Հիմա Հայաստանում էլ կարծեմ կան այդպիսի լավ տեղեր, Լորվա կողմերում, ես գիտեմ, մյուս տեղերում այդպես չէ, չգիտեմ կա թե չէ, բայց լավ գաղափար է շատ։ Մեր սեղանը զբաղեցրին, մեծ սուպրասեղան են բացել։ Շոկը լավ ուժեղացել, արդեն ժամը 1-ն է, լավ իսկական շոկի ժամանակն է։ Մենք շարունակում ենք քայլելը, այսքան քայլել ենք, բայց հիմա ընդամենը 7000 քայլ ենք արել։ Խոտը հնձել են, անու շոտը գալիս է։ Հաղել են, այսպես են պահում երկար պահելու համար, նայեք, որ մնա դիմանա։ Այս վրայինը, բայց ինչ է Աշոտ։ Ինչի վրայինը։ Այս խոտի։ Ցելոֆանը։ Սորական ցելոֆան է, հա։ Դա ինչ է։ Որ փակում են, հետո ձմեռը բացում տալիս են ներքին։ Ոնց որ լքված տներ թվան։ Բայց չէ, ձայներ գալիս են, ապրողներ կան։ Ում ֆանտազիան ոնց տալիս է, զարդարում են էլի դռները։ Հետաքրքիր է։ Այս կողմը թափած է։ Այս կողմում ռեստորան է, տավերն է։ Այս թունելն էլ հասնենք, նայենք ինչքան պետք է գնանք, որ հասնենք գետին։ Հասանք գետին։ Էս է։ Հա, բայց մոստի վրա էլ մարդ կա։ Այս կեմպինգն է այստեղ գետի մոտ, Արնո կամպանի գետքում, Կեմպ Լե Մոնդ։ Մոտեցել ենք գետին, հիմա գնանք, տեսնենք այդ կամուրջը որ կար, դրա վրա կարանք բարձրանանք։ Այսա վերջապես մոտեցանք։ Այ, այս էր մեր հաջորդ նպատակակետը, ժողովուրդ ջան։ Ֆրանսերենով են անունները, այդպես չեմ կարողանում ճիշտ ասեմ, բայց մի հատ, բայց կգրեմ դուք տեսնեք։ Նայեք կարավանները։ Ընտանիքներով գալիս մնում են, պատկերացնում եք առավոտ արթնանում են թռչունների դայլայլից ու ջրի ձայնն են լսում։ Բայց դրանց մեջ երևի կոնդիցիոներ կլինի, թե չէ, այս շոկին դրանց մեջ են երկրաշարժից հետո, որ մենք դոմիկների մեջ էինք մնում, ինչքան շոկ էր լինում, ամառը շոկ, ձմեռը ցուրտ։ Բայց սրանցը հիմա ժամանակակից բաներ են, ամեն հարմարությամբ ենա, վրան էլ կախապած։ Հաստատ կոնդիցիոներ կունենան այս կարավանների մեջ։ Մոտ 3 ժամ քայլել ենք, որ հասնենք գետին ու հասանք։ 28 աստիճան կամ ավելի բարձր։
Այս հասանք գետին, այսքան երկար քայլեցինք, որ գայինք մոտենայինք։ Աշոտ ուզում ես ոտերը ջրի մեջ տնես։ Բայց սառը չի ջուրը հետաքրքիր է։ Այստեղ ավելի հաճելի է, հենց գետի մոտ։ Նախկինում էս կամուրջը երկաթգիծա վրան եղել, այդպես բնակավայրեր է իրար միացրել, բայց հետո ոնց որ շահավետ չի եղել, փակել են այդ գիծը։ Հիմա մենակ այսպես որպես տուրիստական վայր մարդիկ այցելում են։ Մեքենաներ չեն կարող անցնեն, բայց հեծանվորդներն ու մարդիկ անցնում են կամուրջի վրայով։ Աշոտը որոշեց ջուրը մտնի։ Սառն Աշոտ։ Հա, այնտեղ էլի մարդ է մտել։ Ցուկ է բռնում։ Հա, դա ուրեմն ցուկ կա։ Շատ մի գնա։ Սուր քարեր կարող է եղնեն, հա։ Ջրի հանգստացող ձայնը լսենք ու հետ գնանք։ Շատ շուք է։ Սրանք երևի ձկներ են մանր։ Նայեք ինչքան շատ կան։ Կամուրջի տակ գետի երկայնքով այսպես ճամբար է տուրիստների համար, ընտանիքներով կարան գան մնան։ Մշակութային հուշարձան է դարձել ու վերջերս մասամբ վերանորոգել են այս կամուրջը։ Շատ տուրիստներ են այցելում։ Խորոված են արել, կամ կրակ են վառել ուղղակի։ Նայենք ինչ ենք պատվիրում։ Շատ շուկ է, բայց ճաշի ժամը մի բան պետք է ուտենք։ Մի բան պետք է ուտենք։ Ես 16 եվրո, 14 եվրո։ Հիմա պատվիրենք։ Լավ շուկ է։ Այս սառը հյութ ենք պատվիրել, բերել է, սև թեյ է։ Սառույցն էլ հյութը տեղից շատ սառն է, սառույցն էլ հետն է բերել, Աշոտ ջան, այս սառույցները ես քեզ լցնեմ, կեսի ամով։ Չէ, չեմ ուզում։ Ես իմ համար էս արդեն սառն է։ Ամանն էլ է սառն։ Հոգնեցինք, բայց կարևորը որոշել ենք հասանք, քանի փորձից նոր հասանքներ ուզած Հետո լավ տեղ հայտնաբերեցինք, գետի ափին, ամենալավ հանգստի տեղը տեղը։ Կեմպինգներ են դրել, ու կոֆի։ Après, yeah. Merci. Oui, je mettrai des glaçons. Oui, parce que, allez, oui, parce que... Oui, pas de problème. C'est des fruits congelés. Սպագետի, կարբոնարա, սերուցք, սունկ, սոխ, պանիր էլ լցնենք։ Պանիրով համով է, բայց պանիրի կալորիաներն են շատ։
Այնպես որ Poloneza. Լանա իլիբրամոնում լավ տեխերկա, այդ զրակտս։ Իշտեղ տավորտը անեկնա, կավա ժամին դավանցին հրեշտատ։ Մենք ճաշեցինք, հիմա նայում ենք էլ ուր կարան գնանք ման գալու։ Ասեմ, որ եթե մտադրվեք որոշեք գաք Էսկյուղում հանգստանալ, Բելգիայում ապրողները, ինչի՞ չէ նաև հարևան երկրներից, 3 օրը արդեն հերիք է, որովհետև դե գյուղ է փոքր ու հիմնականում բնությունն է, այդ ինչ որ ձեզ ցույց տվեցինք, մի երկու այդպիսի տեղեր էլ կային, բայց մենք ոտքով չհասցրինք գնայինք։ Շատ լավ տեղ է հանգստանալու շատ, բայց ասենք 3 օրից ավել երևի կձանձրանանք։ Մենք էլ ենք 3 օր մնացել։ Այսպիսով ավարտեմ վլոգը, ժողովուրդ ջան, լավ մնացեք, կհանդիպենք հաջողություն։